Խնդիրը պահանջում է գտնել, թե քանի տարբեր ձևով կարելի է դասավորել մաթեմատիկա բառի տառերը։ Շատ լավ, սա մեր մաթեմատիկա բառն է և նրա մեջ եղած տարբեր տառերը։ Եկեք նախ տեսնենք, թե որ տառից քանի հատ կա բառի մեջ։ Դե մ տառից ակնհայտ 2 հատ ունենք, ա տառից 3 հատ ու մնացած բոլոր տառերից ունենք մեկական։ Դա այստեղ նշենք։ Ու հիմա արդեն անցնենք խնդրի լուծմանը։ Դե իհարկե այսպես նշեցինք, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք 10 տառ, մաթեմատիկա բառը 10 տառից է բաղկացած։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր կոմբինատոր հաշվարկի նախկին օրինակների նման, ահա այսպես փորձենք տառերի քանակից ելնելով հաշվել բառերի քանակը։ Այստեղ ունենք, գենք, այո, ունենք 10 տառ։ Հիմա 10 դիրք ունենք որոշելու համար տառերի և ընդհանուր էլ ունենք 10 տառ։ Հիմա առաջին տառը ընտրելու 10 տարբերակ պետք է ունենանք տեսականորեն։ Երկրորդ տառը ընտրելու արդեն 9, որովհետև դրանից առաջ տառ ենք ընտրել։ Երրորդը 8, 7, 6, 5, 4, 3, այնուհետև 2, դրանից հետո 1։ Ու այստեղից էլ, քանի որ մենք պետք է ընտրենք և առաջին տառը, և երկրորդ, և երրորդ, և չորրորդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և վերջապես 10-րդ տառը, այսինքն բոլոր տառերը պետք է ընտրել այստեղից մենք ունենանք կոմբինատոր հաշվարկի բազմապատկման օրենքը, ու այս բոլոր թվերի արտադրյալը տեսականորեն պետք է լինի մեր պատասխանը։ Բայց իրականում այս խնդրի համար այդպես չի աշխատում։ Իսկ ինչու այդպես չի աշխատում։ Որովհետև խնդիրը լուծելուց մենք հաշվի չենք առնում այն փաստը, որ ինչ որ տառերից մենք ունենք ոչ թե մի հատ, այլ 2 հատ կամ 3 հատ, ու դա ազդում է կոնկրետ քանակի վրա, որովհետև մենք համարում ենք, որ մ տառերը իրարից տարբեր են։ Այսինքն այսպես լուծելու դեպքում մենք կհամարեինք, որ ունենք m1 տառը և m2 տառը, այլ կերպ իրենց համարակալելը մի քիչ բարդ կլինի, բայց պատկերացնենք, թե մենք տարբերություն ենք դնում այս m տառը, m1 տառը որ դիրքում կլինի և m2 տառը որ դիրքում կլինի, բայց իրականում դրանք նույն m տառն են, իրենք իրարից ոչ մի ձև չեն տարբերվում, և ստացվում է, որ մենք ինչ-որ բառեր հաշվել ենք ոչ միայն մի անգամ, այլ կարող է 2 անգամ կամ ավելի շատ անգամ ենք հաշվել։ Հիմա դրանից խուսափելու համար պետք է մտածենք, թե ինչպես լուծենք այս խնդիրը, որ ամեն ինչ հարմար լինի։ Դրա համար կարող ենք ինչ-որ փոքր օրինակներ դիտարկել ու դրանց վրա հասկանալ, թե ինչպես է աշխատում, դա թող լինի խնդրի լուծման քայլ 1-ը, ու փոքր օրինակ ասելով ի նկատի ունեմ այլ բառի ավելի քիչ տառեր ունեցող բառ, բայց որտեղ կան կրկնվող տառեր, օրինակի վրա դիտարկենք։ Եկեք դիտարկենք օրինակ քաղաք բառը։ Ահա, այստեղ մենք ունենք 3 իրարից տարբեր տառ ու մի տառից, կներեք, 2 տառից ունենք 2-ական և մի տառից ունենք մի հատ ընդամենը, Ք տառից ունենք 2 հատ, Ա տառից ունենք 2 հատ և Բ տառից ունենք ընդամենը մի հատ։ Հիմա, եթե այն տրամաբանությամբ մենք լուծեինք, որը որ ասել էի, որ սխալ է, պետք է ստանայինք 5 անգամ 4 անգամ 3 անգամ 2 անգամ 1, ինչով սարը 100 լինի ու շատ մեծ թիվ։ Բայց եկեք այլ կերպ արդեն փորձենք դեպքեր դիտարկելով այս բառի համար լուծել։ Դե ինչ կարող ենք անել։ Եկեք որոշենք ամենասկզբում 5 դիրք ենք ունենալու։ Նախ ամենասկզբում եկեք որոշենք Ղ տառի դիրքը, քանի որ Ղ-ն միարժեքորեն է որոշվում, թե որտեղ կլինի։ Ենթադրենք Ղ տառը այստեղ եղավ։ Հիմա արդեն Ղ տառը ընտրելուց հետո ինչ դիրքեր մնացածը ինչպես կարող ենք մենք դասավորել։ Դե եկեք կրկին ֆիքսենք, կամ Ք տառի դիրքերը ընտրենք, կամ Ա տառի դիրքերը ընտրենք, ու դրանից հետո մյուս տառերը ինքնից ինքեն կդասավորվեն, որովհետև նույնն են իրենք։ Հիմա արդեն Ք տառի դիրքերը վերցնելով կհասկանանք մնացածը քանի տարբերակով կարող ենք տեղադրել։ Ենթադրենք առաջին Ք տառը տեղադրում ենք այստեղ, երկրորդը կարող է լինել այստեղ, կարող է լինել այստեղ և կարող է լինել այստեղ։ Ու արդեն ակնհայտ է, թե Ա-երը ինչպես կդասավորեն այստեղ և այստեղ։ Մոռանանք, որ այս դիրքերում մենք դեռ ունենք Ք և գրում ենք, սրանք էլ գրենք։ Հիմա Ա տառերն էլ այսպես կդասավորվեն։ Ահա, ստացվեց, որ եթե Ղ-ն այս դիրքում լինի, մենք այսպես կարող ենք Ք տառերը դասավորել, բայց արդյոք սա Ք տառերի միակ հնարավոր դիրքն է։ Իրականում ոչ, որովհետև կարող է առաջինքն, որ մենք հանդիպում ենք, լինել երրորդ դիրքում, այսինքն Ղ-ն դեռ առաջին դիրքում է, իսկ Ք-ն երրորդն է։ Հիմա տեսեք, մենք պետք է ընտրենք երկրորդ Ք տառի դիրքը, իսկ որտեղ կարող ենք մենք նրան դասավորել։
Իհարկե այստեղ կարող ենք նրան տեղադրել և այստեղ։ Իսկ ինչու մենք չենք դիտարկում այս իրավիճակը, որովհետև այս իրավիճակը մենք արդեն ամենասկզբում դիտարկել ենք ու հենց հետևյալ տարբերակով հաշվելու ժամանակ մենք տարբերություն ենք դնում k-երի համար։ Տեսեք, առաջին բառում մենք k-տառը, առաջին k-տառը ընտրել ենք երկրորդ դիրքում, երկրորդ k-տառը ընտրել ենք երրորդ դիրքում։ Կարող ենք այստեղ նույնիսկ համարակալել դիրքերը, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ահա, առաջին k-տառը երկրորդ դիրքում, այնուհետև երկրորդ k-տառը երրորդ դիրքում։ Իսկ այստեղ մենք ամենասկզբում, ահա, ասում ենք առաջին k-տառը թող լինի երրորդ դիրքում, ու դրանից հետո մենք դիտարկում ենք երկրորդ k-տառը երկրորդ դիրքում, իսկ արդյոք սրանք նույնը չեն։ Ինչ տարբերություն մենք սկզբից k-տառը կդնենք երրորդ դիրքում, թե երկրորդ դիրքում։ Ոչ մի էական տարբերություն չկա, հետևաբար միայն այս իրավիճակներն են։ Ու հետո արդեն, երբ որ առաջին k-տառը մեզ մոտ լինի չորրորդ դիրքում, այս իրավիճակը պետք է դիտարկել, ու դա g տառերի համար։ Ահա։ Հիմա տեսեք ինչ արեցինք, մենք ձեռքով սկսեցինք իրավիճակներ ուղղակի դիտարկել k-տառերի գտնվելու հետ կապված։ Շատ լավ։ Այսքանը մենք արեցինք, ամեն ինչ հրաշալի է, իսկ սրանից հետո ինչպես կարող ենք շարունակել, չէ՞ որ սրանք բոլոր հնարավոր տարբերակները չեն։ Դե իրականում այո, սրանք բոլոր հնարավոր տարբերակները չեն, որովհետև աշխատում էր ամեն ինչ ֆիքսված g-տառի համար։ Հիմա եթե g-տառը լիներ երկրորդը, ինչպես ամեն ինչ կաշխատեր։ Դե արդեն եթե g-տառը երկրորդն է, մենք պետք է որոշակի նմանություն փորձենք գտնել g-տառը առաջին և երկրորդ դիրքերի մեջ։ Այսինքն միևնույն է, մենք պետք է ընտրենք երկու k-տառի դիրք ու a տառերը ինքնիստինքյան կդասավորվեն։ Դրա համար սկսենք k-տառերի դիրքեր ուղղակի դիտարկել։ Կարող է առաջին k-տառը այստեղ լինել, երկրորդը այստեղ։ Կարող է այս իրավիճակը լինել, հետևյալ իրավիճակը, այնուհետև կարող է k-տառը այստեղ լինել սրա հետ, այս երկու դիրքերում և այստեղ։ Ու նկատենք, որ այստեղ մենք ունենք 6 հնարավոր իրավիճակ k-տառերը դասավորելու և այստեղ նույնպես մենք ունենք 6 հնարավոր իրավիճակ, այսինքն ամեն դեպքում կապ կա g-տառերի դիրքից կախված k-երի դասավորության մեջ։ Ու այդ կապը ուղղակի նրանում է կայանում, որ մենք ունենք 5 դիրք դասավորելու համար տառերը, մի դիրքը հանել ենք։ Մյուս 4 դիրքերը դիտարկելով ու կապ չունի, թե այդ 4 դիրքերը որ կողմում կլինեն, մենք ուղղակի հաշվում ենք, որ այդ 4 դիրքերը իրար մոտ են։ Օրինակ հետևյալ իրավիճակում առաջին, երրորդ, չորրորդ և 5-րդ իրավիճակ ունենք։ Ահա, այստեղ մենք ուղղակի 4 դիրք ենք իրար մոտ դիտարկում ու սկսում ենք k-տառերը որոշել, թե քանի ձևով կարող են դասավորել։ Դե 4 դիրքից մենք ուղղակի պետք է ընտրենք երկու դիրքը, որպեսզի այդտեղ դնենք k-տառերը, իսկ մնացած տեղերում a տառերը։ Ինքն կընտրենք, կարող ենք ընտրել այս դիրքերը, այս երկուսը, հետևյալ երկուսը և այս երկուսը։ Դրա համար այդտեղ ընդհանուր առմամբ ստացվում է 6 ձև։ Եկեք այստեղ նշենք ուղղակի 6 ձև։ Ինքն k-տառերի դիրք ընտրելու 6 ձև ունենք մենք, a տառերը ինքնիստինքյան են դասավորվում ու արդեն այստեղից գալիս է g-տառի ընտրությունը։ G-ն որտեղ կարող է լինել, որպեսզի մնացած դիրքերում արդեն մենք սկսենք k և a տառերը դասավորել։ G-ն կարող է լինել առաջին դիրքում, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ 5-րդ։ Այսինքն g-ի դիրք ընտրելու 5 տարբերակ ունենք ու դրանից հետո k-տառի համար դիրք ընտրելու 6 տարբերակ ունենք։ Իսկ a տառերը ինքնիստինքյան են դասավորվում, այսինքն միարժեքորեն։ Այստեղ կարող ենք մեկով բազմապատկել։ Հետևաբար ընդհանուր 30 ձևով կարող ենք մենք քաղաք բառի տառերից նոր բառեր ստանալ, ճակերտավոր նոր բառեր, այսինքն տառերի տեղերը տեղափոխել իրար հետ։ Շատ լավ։ Եվ այս տրամաբանությունը ամբողջությամբ աշխատելու է, երբ մենք մաթեմատիկա բառի հետ ցանկանանք այդ նույն գործողությունները անել։ Ուղղակի տեսեք, այստեղ k-տառը 2 հատ էր, a տառը 2 հատ էր, իսկ այստեղ մաթեմատիկա բառում a տառից օրինակ 3 հատ ունենք, բայց դա կրկին ոչ մի ձև չի ազդում գլուծման վրա։ Դրա համար եկեք անցնենք արդեն քայլ 2-ին, որը կլինի մաթեմատիկա բառի հետ աշխատելը։ Շատ լավ, ու ինչ պետք է անենք, դե նախ եկեք այդ բոլոր 5, կներեք, բոլոր 10 դիրքերը գծենք։ Ահա, այստեղ ունենք 6 դիրք, մեզ եւս 4 դիրք է անհրաժեշտ։
ու համարակալ ենք իրենց, որպեսզի մեզ ավելի հարմար լինի նրանց հետ աշխատել։ 8-րդ, 9-րդ և վերջապես 10-րդ դիրքը։ Շատ լավ։ Հիմա ինչ տառեր մենք ունենք։ Եկեք այս տառերը վերցնենք այստեղից։ Դրանք մեզ պետք կգնան։ Տեսեք, M տառից մենք ունենք 2 հատ, A տառից 3 հատ, իսկ մնացածից մեկական։ Ինչպես եւ նախորդ օրինակում էինք մենք դա անում, եկեք վերցնենք եւ այն տառերը, որոնցից ունենք մեկական, միարժեքորեն դասավորենք։ Իսկ արդեն որոնցից մենք ունենք կրկնվող քանակությամբ, վերջում կդիտարկենք, թե քանի դիրք է մեզ մնում։ Ահա։ Այսինքն այս տառերը դեռ դասավորենք, տեսնենք քանի դիրք է մնում, ու այդ դիրքերում փորձենք M եւ A տառերը դասավորել։ Չէ՞ որ արդյունքում մնացած դիրքերից մենք ուղղակի 2 դիրք պետք է ընտրենք M տառի համար, իսկ A տառերը ինքնին կդասավորվեն։ Կամ հակառակը, A տառի համար դիրքեր ընտրենք 3 հատ, իսկ M տառերը ինքնին կդասավորվեն։ Ուղղակի ավելի հեշտ է 2 տառի դիրք ընտրել, քան 3 տառի դիրք, դրա համար հենց M տառերի դիրքը մենք կընտրենք լուծման ժամանակ։ Շատ լավ։ Դե Th տառը ընտրելու։ Նախ այստեղ նշենք, թե ինչ ենք մենք գտնում։ Տեղավորենք այն տառերը, որոնցից մի հատ կա ընդամենը։ Այսինքն Th 10 տարբերակ, այնուհետև Ե տառը ընտրելու արդեն 9 տարբերակ կա։ Տեսեք, 10 դիրք ունենք եւ այս 10 դիրքերից ինչ որտեղ մենք Th տառն ենք տեղավորում։ Ենթադրենք Th-ն այստեղ է լինում։ Ահա։ Եկեք հենց այդպես էլ անենք, ուղղակի տառերը այստեղ նշենք, թե քանի տարբերակ կա ու ինչ որտեղ այստեղ ընտրենք։ Ենթադրենք Th-ն ընտրեցինք 3-րդ դիրքում, մեզ մոտ մնաց ընդամենը 9 հնարավոր դիրք, այնուհետև Ե տառն ենք ընտրում։ Ե տառը ենթադրենք ընտրում ենք 7-րդ դիրքում։ Շատ լավ։ 9 տարբերակ էր դա մեզ մոտ։ Դրանից հետո ընտրենք T տառի դիրքը։ Դա ակնհայտ է, որ 8 տարբերակ մենք ունենք T տառի դիրք ընտրելու։ Եվ ենթադրենք, թե T տառը ընտրում ենք առաջին դիրքում։ T տառից հետո ընտրում ենք I տառը, որը արդեն 7 տարբերակով կարող ենք դիրք ընտրել։ Ահա այսպես։ Ենթադրենք այստեղը ու ամենավերջում K տառի դիրքը ընտրենք։ Դե K տառն էլ կարող ենք 6 տարբերակով դիրք ընտրել ու ենթադրենք այստեղ ենք ընտրում։ Շատ լավ։ Հիմա մեզ մոտ քանի ազատ դիրք մնաց։ 3 դիրք այստեղ եւ 2 դիրք էլ այս կողմից, այսինքն 5 ազատ դիրք ունենք տառ տեղադրելու համար եւ դա ակնհայտ էր, որովհետեւ ընդհանուր 10 տառ կա, որոնցից 5-ի համար դիրք ենք ընտրում։ Մեզ մնում է դասավորել ուղղակի M եւ A տառերը։ Առանձնացնենք։ Ազատ դիրքերը։ Ահա։ Ինչը նշանակում է, որ մենք հիմա առանցին պատկերելու ենք այդ ազատ դիրքերը։ Դա արդեն ակնհայտ է, որ այդպիսի 5 դիրք է մեզ լինելու։ Ուղղակի համարները նշենք, որ 5-ն են։ Մեզ մոտ 4-րդն են, 5-րդն է, 6-րդ դիրքն է, այնուհետև 8-րդ եւ 9-րդ դիրքերն են մեզ մոտ ազատ։ Ահա, եւ հիմա պետք է ուղղակի 2 M եւ 3 A տառերը այնպես դասավորենք, որպեսզի կրկնություններ չլինեն։ Ու դա ընտրենք արդեն M տառի դիրքերը։ Ահա, ու ընտրենք M տառի դիրքերը։ Դե հիմա M տառը որտեղ կարող է լինել 5 իրարից տարբեր դիրք կա։ Առաջին M-ն կարող է լինել 4-րդ դիրքում, երկրորդը 5-րդ։ Կարող է այս իրավիճակը լինել, այս իրավիճակը եւ սա։ Դրանից հետո որ դիրքերը կրկին կարող են լինել, եկեք սրանք տեղափոխենք կողք, որպեսզի մեզ շատ չխանգարի ու դասավորենք մնացած դիրքերը։ Դա արդեն այս սյունում մենք M տառ չենք դնում, դնում ենք հետևյալ սյունից սկսած
ու հետ չեն գնում, որովհետև կրկնվող դիրքեր են լինելու։ Կարող է այս իրավիճակը լինել, այս եւ այս իրավիճակը։ Այնուհետև m-ի դիրքը առաջին փոխում ենք եւ դե վերջապես ները։ Շատ լավ։ Ու ընդհանուր առմամբ քանի իրավիճակ մեզ մոտ ստացվեց։ Որպեսզի իրար հավասար լինեն։ 5 իրավիճակ այստեղից եւ 5 իրավիճակ այստեղից։ Ուստի սա ինչ որ ձև նշենք։ Ահա։ Ընդհանուր 10 ձևով կդասավորենք m-a տառերը, որովհետև երբ մենք m-ի դիրքը ընտրում էինք, a-երը միարժեքորեն որոշվում էին, եւ իրականում արդեն a-երի համար ընտրելու ժամանակ դուք կրկին կհանդիպեք հենց այս իրավիճակին, որ դուք սկզբում a-երի համար դիրքեր եք որոշում, դրանից հետո m-ի համար դիրք եք որոշում, հենց այսպիսի 10 իրավիճակներ, սակայն 3 հատ այսպիսի թռչնանիշով կլինի։ Եվ դիրքերը ու հնարավոր տարբերակները ընտրելուց հետո կատարենք քայլ 3-ը, ու այստեղ ուղղակի մի փոքր կոմբինատոր հաշվարկ է եղել։ Քանի որ պետք է ընտրենք բոլոր տառերը, ընդհանուր քանակը կամ ընդհանուր ձևերը կլինեն ու վերհիշենք ինչ էր կատարվում այս քաղաք բառի ժամանակ։ Մենք սկզբում ընտրում էինք Ղ տառի դիրքը ու այնուհետև բազմապատկում էինք, թե քանի ձևով կարող ենք A եւ K տառերը դասավորել։ Այստեղ մի քիչ այլ է, որովհետև մենք մի տառ չենք ընտրում, ինչև այդ դեպքերը ընտրում ենք ավելի շատ տառ։ Սկզբում ընտրենք Თ տառը, քանի տարբերակով կարող ենք դասավորել, դրանից հետո Ե տառը, Տ տառը, այնուհետև I տառը, դրանից հետո ունենք Կ տառը ու բազմապատկում ենք 10-ով բոլոր հնարավոր ձևերը, որոնցով կարելի է M տառը դասավորել։ Ու այստեղ մեկ էլ բազմապատկում ենք մեկով, որովհետև միարժեքորեն դասավորվում են A տառերը։ Ու սրա արդյունքում մենք ինչ որ թիվ ենք ստանալու, որը իրականում էական չէ, թե ինչի է հավասար։ Ուղղակի այստեղ նշենք այսքան ձև, որովհետև այս ամբողջ լուծման մեջ կարևոր էր մեզ մոտ տրամաբանությունը, թե մենք ինչպես ենք հասկացել ու եկել սրան։ Հիմա եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, որովհետև այն կարևոր է ու ձեզ հետագայում պետք կգա սրա միտքը։ Տեսեք, մաթեմատիկա բառի տառերի տեղերը փոխելով մենք պետք է նոր բառեր ստանայինք, այսինքն իրարից տարբեր ձևեր պետք է ստանայինք։ Ամենասկզբում հաշվեցինք, թե յուրաքանչյուր տառից քանի հատ ունենք, ու հետո արդեն անցանք օրինակ ուսումնասիրելուն։ Այսպիսի խնդիրներում միշտ կարևոր է ավելի փոքր օրինակների վրա հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ու ավելի փոքր օրինակը իհարկե պետք է նման լինի մեր սկզբնական խնդրին, ու մեր դեպքում ավելի փոքր օրինակը մի քիչ էր տարբերում։ Այստեղ ուղղակի տառերի քանակը քիչ էր, կրկնվող տառեր մենք ունեինք, սակայն կրկնվող տառերից մեկը 2 հատ էր համընկնում էր մերի, մյուսը բայց կրկին 2 հատ էր ու չէր համընկնում, սակայն այստեղ էական տարբերություն չկար։ Միտքը հասկանալն էր կարևոր։ Հետո ինչ արեցինք մենք։ Եթե սխալ ձևով հաշվեինք, այս պատասխանը կստանայինք։ Դրա համար մենք որոշեցինք քայլ-քայլ դիտարկել։ Սկզբում Ղ տառի դիրքը որոշեցինք ու սկսեցինք արդեն A եւ K տառերը հերթով դասավորել։ Եկանք մի պահ ու հասկացանք, թե որտեղ էր մեզ մոտ կրկնվող քանակները։ Երբ որ մենք սկզբում K տառի դիրքն էինք որոշում, առաջին K տառի դիրքն էինք որոշում, կարող ենք ասել, որ այս սյունում է, այնուհետև երկրորդ K տառի դիրքն էինք որոշում, բայց երբ մենք առաջին K տառը որոշում ենք ոչ թե երկրորդ սյունում, այլ օրինակ երրորդ սյունում, ահա, դրանից հետո մենք երկրորդ K տառի համար հետ չէինք գալիս առաջին, կներեք երկրորդ սյուն, որովհետև այդ իրավիճակը մենք արդեն հաշվել էինք, մենք միշտ դրանից հետո էինք դիտարկում, եւ այս սխալ ձևով հաշվելու ժամանակ մենք հենց տարբերություն էինք դնում, այս երկու K-երը կլինեն այս ձևով, թե սկզբում մենք ընտրենք այսքան, հետո այսքան, մենք ասում ենք, որ դրանք իրարից տարբեր են, ինչը ակնհայտ սխալ է։
Շատ լավ, ու հետո մենք ուղղակի դիտարկեցինք, թե K և A տառերը քանի ձևով կարող ենք դասավորել, եթե ունենք ընդամենը 4 ազատ դիրք, ու K տառի դիրքերը ընտրելով A տառերը միարժեքորեն որոշվում էին։ Ուստի ընդհանուր 30 ձև կա, բայց տեսեք մենք 4 անգամ մեծ թիվ էինք ստացել։ Երբ որ սխալ էինք ամեն ինչ հաշվում։ Այս ամենը հասկանալուց հետո անցանք արդեն մեր խնդրի հիմնական լուծմանը, ու դա անելու համար կրկին որոշեցինք այն տառերը, որոնցից մեկական ունենք դասավորել, ու դրանից հետո արդեն ընտրել մնացած տառերի դիրքերը, այսինքն M և A տառերը ինչպես կարող ենք դասավորել։ Դե յուրաքանչյուր տառի համար մենք սկսեցինք հասկանալ, թե քանի դիրք կա, առաջին T տառը ընտրելու համար մենք ունենք 10 տարբերակ այդ դիրքերից, երկրորդ J տառը ընտրելու համար արդեն 9 տարբերակ, դրանից հետո 8, 7 և 6, ու արդյունքում մեզ մնաց ընդամենը 5 դիրք, ու այդ 5 դիրքում մենք պետք է դասավորեինք 2 M և 3 A տառերը, որպեսզի կրկնություններ չլինեին, ու դա արդեն սկսեցինք ուղղակի դիտարկել, թե ինչպես կարող ենք դրանք անել։ M տառի դիրքը ընտրում էինք ու մյուս M տառը դրանից ելնելով դասավորում։ Ու ինչու արեցինք M տառի համար, ոչ թե A տառի համար, այսինքն ինչու ենք M տառերը դասավորում ու A-երը միարժեքորեն դասավորում, որովհետև M տառերի քանակը ավելի քիչ էր, ավելի հեշտ է կառավարել 2 տառերի դիրքեր, քան 3 տառերի դիրքեր։ Դրա համար մենք ունեինք ընտրությունը ավելի հեշտ ձևով արեցինք։ Արդյունքում ստացանք, որ 10 տարբերակով կարող ենք մենք M տառի դիրք ընտրել, ու դա արդեն A տառերն էր, քանի որ մեզ մոտ միարժեքորեն էին դասավորվում մնացած դիրքերում, այսինքն M և A տառերը իրար հետ մենք կարող ենք 10 տարբեր ձևով գրել այս իրավիճակում։ Դե արդեն այդտեղից էլ ուղղակի օգտվեցինք կոմբինատոր հաշվարկի բազմապատկման օրենքից, որովհետև մենք և T տառը պետք է ընտրենք, և J, և T, և I, և K տառերը, ու այնուհետև և M, և A տառերը պետք է ընտրել։ Սկզբում սովորական ձևով դասավորեցինք բոլոր տառերը, այնուհետև բազմապատկեցինք, թե քանի հնարավոր ձևով M և A տառերը կարելի է դասավորել մնացած դիրքերում, ու արդյունքում ստացանք այս պատասխանը։ Այսինքն այստեղ շատ կարևոր էր հասկանալ, թե որ դեպքերն են կոնկրետ կրկնվում, ինչն ենք մենք ավել հաշվում։ Երբ որ մենք հասկացանք կոնկրետ ինչն ենք ավել հաշվում, կարողացանք դրա դեմը առնել, այսպես ասած, ու հասկանալ ինչ-որ իրավիճակը ինչպես կառավարել։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։